Ապագան տեխնոլոգիական է, այդ տեխնոլոգիաների ստեղծողն էլ նոր սերունդն է, ով ապագայի համար քայլերը սկսել է անել արդեն այսօր։ Կայացավ հոբելյանական 10-րդ DigiCode 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը։ Այս տարի միջոցառման գլխավոր գործընկերներն ID Bank եւ Իդրամ ընկերություններն էին, իդեմս Միդրամի ուժը ծրագրի։ Միդրամի ուժի ստեղծման նպատակը իր փոքր ներդրումով նպաստել տարբեր հետաքրքիր նախագծերի, դա կլինի կրթության ոլորտում, դա կլինի առողջապահության ոլորտում։ Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 1600 աշակերտներ Հայաստանից եւ արտերկրից։ Մրցույթի նպատակն է խրախուսել եւ զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը։ Խաղեր, վիրտուալ լաբորատորիաներ, IoT սարքեր եւ ունենք առանձին ծրագրավորման մրցույթներ ներսում ու այն համագործակցությունները, որ ունենում ենք Միդրամի հետ, ուղղակի խոսքեր չկան։ Ինչքան մեծ հարցեր կարելի է լուծել Միդրամով։ Միջոցառման ամենաուրախ հյուրը անկասկած Իդրամ ջունիորներով 1 ամբողջ օր շփվեց, նկարվեց ու զրուցեց երեխաների հետ, օգնեց նրանց բացահայտել անհպում վճարումների հարմարավետությունն ու ապահովությունը։ Առաջ չգիտեի, թե ինչ կարող ենք անել Իդրամի միջոցով, ինչ լավ բարեգործություններ կարող ենք անել։ Բայց երեխաներն արդեն իմացան, որ ամեն ինչ սկսվում է Միդրամից։ Ամեն անգամ Իդրամ հավելվածով վճարում կատարելիս 1 դրամ է փոխանցվում բարի գործերի ու ռազմավարական նախագծերի իրականացմանը։ Բացի ֆինանսական բաղադրիչից ID Bank եւ Իդրամ ընկերությունները մրցույթին միացել են նաեւ կրթական ծրագրով, մասնակիցների հետ անցկացնելով ֆինանսական գրագիտության on-line սեմինար։ Երեխաների ձեռքբերումները պետք է գնահատվեն եւ Միդրամի ուժ նախաձեռնությունը կօգնի հենց այդ հարցում։ Այստեղ արդեն օլիմպիականներն են, հիմա կարելի է ասել առաջին քննությունն են անցնում տեխնոլոգիական մեծ նվաճումների ճանապարհին։ Մեր երեխաները այն ներուժն են, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսությանը ստեղծել տեխնոլոգիական հենք, որի հիման վրա նաեւ այլ մասնագիտություններ եւ աշխատատեղեր կարող են ձևավորվել ապագայում։ Միջոցառումն ավարտվեց հաղթող թիմերի պարգևատրումներով։ Տարվա ամենաթվային մրցույթի DigiCode 2025-ի բոլոր հաղթող թիմերի մրցանակները եւս թվային էին ID Coin-ների տեսքով։